Տեսեք, Ալիևը երևում է Վաշինգտոնի հետ երկխոսության որևէ լուրջ ռեսուրս չունի, ուստի ընտրել է Դոնալդ Թրամփին գործ տալու նվաստացուցիչ տարբերակը։ Նույն ելույթում Ալիևը թույլ է տվել իր կարգավիճակին ոչ հարիր եւս մեկ արար։ Հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հայաստանը խաղադրույք է դրել Քամալա Հարիսի վրա։ Սա նույնպես գործ տալու քայլ է։ Ուշադրություն, եթե Ալիևը հրապարակայնացրել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման իր գործիքակազմը, ապա կարելի է ենթադրել, թե ինչ ստվերային գործարքներ է նա առաջարկում գործարար Դոնալդ Թրամփին։ Խնդիրն այն է, թե ինչ հաշվարկով է Ադրբեջանի նախագահը մտել Թրամփին գործ տվողի կերպարի մեջ, որովհետև այդ կազմակերպությունն Ադրբեջանում գործել է ԱՄՆ-ի ոչ միայն դեմոկրատական, այլև հանրապետական վարչակազմի օրոք, հենց նույն Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում։ Եվ եթե այն կոռումպացված էր, ապա միայն Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությամբ, քանի որ ցանկացած ծրագիր իրականացվել է նրա համաձայնությամբ։ Գործ տվող նստայդմ կարող է հայտնվել առնվազն քաղաքական պատասխանատուի կարգավիճակում։ Ես Հայկն եմ Կարապետյան, կսպասենք հետագա զարգացումներին։ Պինդ եղեք։